Նոր սարքավորումներ, նոր արդյունքներ ու մոտեցումներ 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար առաջընթացի և ներդրումների տարի էր։ Հսկա ձեռնարկությունը շարունակում է տեխնիկապես հզորանալ ու վերազինվել ոլորտի նորագույն սարքավորումներով։ Անցնող ժամանակահատվածում մեծ ուշադրություն դարձվեց նաև հարստացուցիչ ֆաբրիկային։ Ավստրալիական առաջատար ընկերությունից ձեռք բերված այս հսկան չինական աղացի նոր գործընկերը կդառնա։ Բավականին թանկարժեք տեխնիկան մի շարք առումներով արդյունավետ ներդրում է, նշում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացման գծով տնօրենի տեղակալ Արտակ Ղոնյանը։ Հիմնական իր նորարարությունը այն է, որ զրահասալը փոխարինելուց արդեն աշխատակիցը չի մտնում աղացի մեքենայի մեջ, այլ դրսից հատուկ ջոյստիկներով ինքը կառավարում է այս բավականին թանկարժեք սարքավորումը մեխանիզմը, որ ավելի քան $1 միլիոն արժե եւ զուտ անվտանգային տեսանկյունից բավական արդյունավետ է այդ սարքավորումը, ինչպես նաեւ արագացրել է զրահասալների փոխարինման ժամանակահատվածը, որը նույնպես շատ կարևոր է, որպեսզի աղացը պարապուրդի չմատնվի։ Զրահասալը պաշտպանիչ շերտն է, որը աղացը փրկում է մաշվածությունից, երբ հանքաքարը շփվում է սարքի հետ։ Հենց այդ պատճառով ժամանակի ընթացքում այն նորով փոխարինելու անհրաժեշտություն է առաջանում։ Այսուհետ աշխատատար այս գործը կստանձնի տեխնիկան, այլ ոչ թե մարդը։ Սովորաբար զրահասալները փոխարինում ենք մեծ աղացի, որը մենք ասում ենք ամերիկյան աղացի համար 6 ամիսը, 7 ամիսը մեկ եւ տևում է մոտավորապես 3-4 օր կանգառ։ Հեռակառավարվող այս նորագույն տեխնիկան հանքարդյունաբերության մեջ պահանջված է ու խիստ անհրաժեշտ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամեն ինչ անում է ժամանակի կառավարումը արդյունավետ դարձնելու համար, միաժամանակ զարկ տալով հանքաքարի մշակման շահավետությանը։ Այս տարի մեծ ուշադրություն դարձվեց նաև հարստացուցիչ ֆաբրիկայի արդիականացմանը։ Ֆլոտացիոն տեղամասերում մեքենաների պարկն է թարմացվում։ Մինչև 26 թվականի տարեվերջ պետք է ավարտին հասցնել ընդհանուր առմամբ 27 ֆլոտ մեքենաների նորերով փոխարինումը։ Նախկին 25 խորանարդ մետր տարողության ֆլոտոմեքենաները, որոնք արդեն եւ ֆիզիկապես եւ բարոյապես մաշվել են, մենք փոխարինում ենք արդեն ավելի մեծ 45 խորանարդ մետր ֆլոտոմեքենաներով, որոնք դեռ երկար կշահագործվեն ֆաբրիկայում։ Ֆլոտոմեքենաների ծավալը երբ որ մեծանում է, արդեն վերանորոգման ժամանակ հարկ չի լինի պարապուրդի մատնել աղացները, այսինքն վերանորոգումը կընթանա ավելի սահուն։ Արտադրական բարձր ցուցանիշներ արձանագրած հարստացուցիչ ֆաբրիկայում նորությունները սրանով չեն ավարտվում։ Ժամանակակից անալիզատորը 2 ամիս է արդեն տեղում է։ Րոպեների ընթացքում որոշ մետաղների առկայության ճիշտ ցուցանիշներ է հաղորդում, հետո արդեն լաբորատորիա ուղարկում։ Սա կարելի է ասած նոր տարվա նվեր էր մեր արտադրամասին։ Ու շատ ուրախ ենք, արագ կողմնորոշվում ենք այս անալիզատորի շնորհիվ ու մեր գործերը 50%-ով առաջ է գնում։ 18 տարի աշխատում եմ ու սենց բան չի եղել մեր մոտ։ Սա եղել է ձեռքով, տոտեկաների աշխատանքով, իսկ հիմա մեզ օգնում է, որ ավելի արագ կողմնորոշվեք արդյունքները։ Նախկինում, երբ թիմ անալիզ ստանում էիք 1 ժամվա ընթացքում, անալիզատորի ներդրումից հետո խտանյութի մեջի պարունակությունը, 4 մետաղի պարունակությունը ու պնդի պարունակությունը րոպեների ընթացքում կարողանում եք տեսնել, նվազել է մարդկային գործոնը, բարձրացել է արդյունավետությունը։ Ապագայի երկարաժամկետ զարգացման ծրագրերից է նաև նոր շրջանառու համակարգի ներդրումը։ Այն շատ կարևոր է ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից։ Այս նոր նախագծի շնորհիվ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տեխնիկական ջրի խնայողություն կանի ի նպաստ ձեռնարկության։ Հարստացուցիչ ֆաբրիկան նաև թվայնացման արդիականացման փուլ է մտնում, սա ևս ժամանակակից մոտեցում է, իսկ հանքարդյունաբերական հսկան քայլում է ժամանակին համահունչ։ Այսինքն նույն ցուցանիշները, աղացների ջերմաստիճանը, բնականաբար ֆլոտացիոն հոսքերը, ինֆորմացիան շատ ավելի արագ կտրամադրվի օպերատորներին, ֆլոտատորներին, որոնք բնականաբար արդեն ռեալ ժամանակում սկսեն կառավարել process-ը արդեն ավտոմատ համակարգերի միջոցով։ 26 թվականին նաև պլանավորում ենք պղնձի խտանյութի ֆիլտրերի մոդեռնիզացիան մեծ աշխատանք, որոնք արդեն պրես ֆիլտրերը աշխատում են ավելի քան 15 տարի, նույնպես մաշված են։ Դա մեզ թույլ կտա ապագայում առանց վթարների շահագործել եւ ջրազրկել պղնձի խտանյութը։ Եվ իհարկե անհերքելի փաստ է։ Հանքարդյունաբերության ոլորտը անվտանգության բարձր մակարդակ է պահանջում։ Ամենակարևորը մարդն ու իր համար ստեղծված աշխատանքային պայմաններն են։
Գնահատում ենք, որ անվտանգության առումով նույնպես մեկ քայլ բարձրացել ենք, այսինքն աշխատակիցները իրենց աշխատանքը կատարում են անվտանգ միջավայրում, սկսած առօրյա իրենց աշխատանքներից, վերջացած բարդ վերանորոգման աշխատանքները, անընդհատ կատարվում են ուսուցումներ աշխատակիցների հետ, որպեսզի անվտանգ աշխատանքը կատարեն։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները տարվա ընթացքում մի շարք մասնագիտական վերապատրաստումներ են անցել, գործուղվել արտերկիր եւ զինվել նոր գիտելիքներով, որոնք կներդնեն ձեռնարկության զարգացման գործում։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք լուրեր։